Այսի գործակալները այլևս չեն հետապնդի մեքենաներ, այս արգելքի պատճառը հերթական ողբերգական դեպքներ իմիգրացիոն գործակալների մասնակցությամբ։ Նրանք մեկ շաբաթում 2 վարորդի են սպանել, շաբաթվա սկզբին Մեն նահանգում սպանել են Կոլումբիայի քաղաքացու, իսկ օրեր առաջ Թեքսասի Հյուսթոն քաղաքում գործակալները մեկ այլ վարորդի էին սպանել։ Մեծ աղմուկի պատճառ է դարձել հատկապես Մենում արձանագրված մահացու միջադեպը։ Այսի աշխատակիցները սպանել են մի երիտասարդի, որը նույնիսկ չի եղել նրանց կողմից որոնվողների թվում։ 26-ամյա կոլումբիացին ԱՄՆ-ում աշխատելու պաշտոնական թույլտվություն ուներ։ Գործակալները հետապնդել են մեկ այլ անձի, նրանք փորձել են կանգնեցնել տղամարդու մեքենան, այնուհետև աշխատակիցը կրակ է բացել, որի հետևանքով էլ սպանվել է գործի հետ կապ չունեցող երիտասարդը։ Սա դարձել է Թրամփի վարչակազմի օրոք տեղի ունեցած սպանության արդեն 9-րդ դեպքը։ Իմիգրացիոն գործակալները չեն ունեցել մարմնի վրա տեղադրված տեսախցիկներ, միջադեպի պատճառով բողոքի ցույցեր են սկսվել։ Վերջին դեպքերից հետո Թրամփի վարչակազմը այսին հրամայել է դադարեցնել մեքենաների կանգնեցումը։ Գործողությունը թույլատրելի է միայն օրդեր ունենալու դեպքում, սակայն սա ժամանակավոր լուծում է, այսի աշխատանքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփը հրաժարվեց նավթային հարկից և ընտրեց խոշոր ներդրումները, Հորմուզի նեղուցը դառնում է թեժ կետ։ Թարմ կանաչին կարող է վտանգավոր լինել, հազարավոր մարդիկ հիվանդացել են։ Ամերիկայում ժամացույցի սլաքները հետ ու առաջ չեն տանի, ամառային ժամանակը դարձավ մշտական։ Սենատը արգելափակել է $1 տրիլիոն պաշտպանական օրինագիծը, Սուբարուի վտանգավոր սխալը ավելի քան կես միլիոն մեքենա հետ կկանչվի և թողարկման երկրորդ մասում պատմելու ենք աշխարհահռչակ ամերիկահայի մասին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Թրամփը չեղարկեց Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% հարկը։ Ընդ որում այս որոշման մասին հայտարարվեց հարկի մասին լուրից ընդամենը 1 օր անց։ Նախագահը հայտարարել է, թե հարկի փոխարեն նախընտրում է կնքել նոր առևտրային և ներդրումային գործարքներ։ Այժմ ԱՄՆ-ն կենտրոնանում է Մերձավոր Արևելքի հետ նոր պայմանագրերի վրա։ Թրամփը վստահ է, այս ներդրումները կլինեն հարկից ավելի մեծ և օգտակար։ Մենք կտեսնենք գործարանների և սարքավորումների հոսք դեպի ԱՄՆ, հայտարարել է նախագահը։ Այս քայլը ըստ նրա կստեղծի միլիոնավոր նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր ամերիկացիների համար։ Թրամփի խոսքով Հորմուզի նեղուցը բաց է ու անվճար բոլոր նավերի համար, սակայն դա չի վերաբերում իրանական նավերին։ Ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է։ Հակառակ Թրամփի լավատեսությանը Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է, ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Դրանք թիրախավորել են հրթիռային կայաններ և ծովային պաշտպանական համակարգեր։ Իրանի մոտ 1 տասնյակ քաղաքներում պայթյուններ են գրանցվել, Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնին, Քուվեյթին և Հորդանանին։ Իրանի գործողությունները հանգեցրել են զոհերի, միջազգային ծովային կազմակերպության տվյալներով զոհվել է 2 նավաստի, ևս 14 հոգի վիրավորվել են։ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կապված 2 նավեր ենթարկվել են հարձակման։ Իրանական կողմը պնդում է, որ դրանք չեն ենթարկվել նախազգուշացումներին։ Այս իրավիճակը վտանգում է համաշխարհային էներգետիկ մատակարարումները։ Խաղաղության մասին ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը փաստացի ձախողվել է։ Բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ կանգ են առել։ Տարածաշրջանում նորից մեծանում է լայնածավալ պատերազմի վտանգը, կոմերցիոն ավիաուղիները նույնպես զգուշացումներ են ստացել։ ԱՄՆ-ում գրանցվել է ցիկլոսպորիազի համաճարակ, հիվանդների թիվը մոտենում է 7000-ի։ Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները։ Հիվանդների մեծ մասը Միչիգան նահանգից է։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված սննդի միջոցով։ Հիվանդության նշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2 շաբաթ անց։ Հիվանդը զգում է հոգնածություն և սրտխառնոց։ Հիվանդությունը նաև ծանր փորլուծություն է առաջացնում, այն կարող է ձգվել շաբաթներ շարունակ։ Հոսպիտալացվել է 141 մարդ։ Բուժման համար օգտագործվում են հակաբիոտիկներ, մահվան դեպքերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը հետաքննություն է սկսել, հիվանդության աղբյուրը ենթադրաբար թարմ կանաչեղենն է։ Հստակ ապրանքանիշ դեռ չի նշվել։ Ռեստորանային ցանցերը նույնպես զգուշանում են, շատ դեպքերում սովորական լվացումից հետո մակաբույծները շարունակում են մնալ մթերքի վրա։ Իշխանությունները շարունակում են ստուգել մատակարարներին։
Բլոգերները դարձել են առողջապահական մեկ այլ լուրջ խնդրի պատճառ։ Համացանցում տարածվում է 10 Maxing կոչվող վտանգավոր միտումը։ Բլոգերները հորդորում են երկար մնալ արևի տակ, նրանք ցանկանում են հնարավորինս մուգ արևայրուք ստանալ։ Որոշ տեսանյութերում խորհուրդ են տալիս անգամ չօգտագործել արևապաշտպան քսուկներ։ Նրանք առաջարկում են դուրս գալ ամենաուժեղ արևի ժամանակ։ Մաշկաբանները մտահոգված են այս նորաձևությամբ, արևի ճառագայթները կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, ինչը մահացու հիվանդություն է։ Նույնիսկ առանց արևահարության վնասը կուտակվում է մաշկի մեջ։ Դա ավելացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Շատ երիտասարդներ հասկանում են ռիսկերը, բայց չեն ցանկանում հրաժարվել նորաձև գաղափարից։ Տարածված է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի հաշվառումը։ Ոմանք արևի տակ են դուրս գալիս միայն ինդեքսը 6-ից բարձր լինելու դեպքում։ Սա արդեն իսկ նշանակում է արևահարվելու իրական վտանգ։ Ի տարբերություն մաշկի քաղցկեղի, այս դեպքում հիվանդության ազդեցությունը կլինի անմիջապես։ Մահացու ելքով էլի մի միջադեպ ու էլի այսի մասնակցությամբ Ֆլորիդայում ներգաղթի ծառայության աշխատակիցներից փախչող տղամարդը վրաերթի է ենթարկվել, նա մահացել է բեռնատարի հարվածից։ Տղամարդը եղել է մեքենայում գտնվող 4 անձանցից մեկը։ Այսի գործակալների հետ հանդիպումից հետո նրանք փախել են։ Նրանցից մեկը վազել է ճանապարհի երթևեկելի մաս եւ հայտնվել է բեռնատարի անիվների տակ։ Բեռնատարի վարորդը կանգնել է եւ փորձել օգնել տուժածին։ Մեքսիկայի քաղաքացու մահվան հանգամանքները քննվում են։ Իշխանությունները ճշտում են մյուս 3 անձանց կարգավիճակը։ Մահացու ելքով նավաբեկություն է տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում։ Ալկատրաս կղզու մոտ շրջվել է 19 ուղևորով եռահարկ նավակը։ Մեկ մարդ մահացել է, 2-ը անհետ կորել են։ 13 մարդու հաջողվել է փրկվել, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Նավակում եղել են միայն չափահասներ եւ 1 շուն, որին եւս փրկել չի հաջողվել։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, որոնումներին մասնակցում են 11 նավ եւ տասնյակ ջրասուզակներ։ Քամին եւ ալիքները դժվարացնում են մասնագետների աշխատանքը։ Ալկատրասը գտնվում է ափից 1 մղոն հեռավորության վրա, նախկինում այն բանտ էր, այժմ ազգային պարկ։ Հետաքննությունը շարունակվում է, պարզելու նավակից շրջվելու իրական պատճառը, այս պահին մանրամասներ չկան։ Հայ-ամերիկյան հերթական խոշոր ծրագրի մասին։ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ Սևանա լճում բացվել է նոր ջրափրկարարական կայան։ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը ծրագրին հատկացրել է $950,000։ Սա կնպաստի Հայաստանի փրկարարական կարողությունների ամրապնդմանը։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի ներքին գործերի նախարարը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Կայանը թույլ կտա փրկարարներին գործել առավել արագ։ Դա կբարձրացնի անվտանգությունը լճի ողջ տարածքում։ Նոր կայանը կպաշտպանի նաև հարակից համայնքների բնակիչներին։ Արձագանքման նոր համակարգերը կնվազեցնեն աղետների վտանգը։ Հայաստանի համար սա մեծ ձեռքբերում է ջրային տարածքների պաշտպանության հարցում։ Փրկարար ծառայությունը կաշխատի ավելի հագեցած տեխնիկա։ Ծրագրի շնորհիվ կբարձրանա փրկարարական աշխատանքների որակը, Սևանա լիճը կդառնա ավելի ապահով վայր հանգստի համար։ Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ի համար կդառնա ահռելի ֆինանսական բեռ, այն կարժենա ավելի քան $100 միլիարդ։ Այս մասին են վկայում վերլուծաբանների նոր հաշվարկները, ընդ որում հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են, ծախսերը կարող են ևս աճել։ Հակամարտությունը կազդի համաշխարհային տնտեսության վրա, նավթի գները կտրուկ կբարձրանան ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Տնտեսագետները նախազգուշացնում են լուրջ ռիսկերի մասին։ Այս գումարը չի ներառում ռազմական գործողությունների հետևանքները, նշում են փորձագետները։ Պատերազմի գինը ներառում է նաև զինտեխնիկայի վերանորոգումը։ Զինծառայողների ապահովումը եւս պահանջում է հսկայական միջոցներ։ Պատերազմի ընթացքում տնտեսական կայունությունը պահպանելը դժվար կլինի։ Պատերազմից խուսափելը մնում է այս հեռանկարներից խուսափելու հիմնական ճանապարհը, սակայն դիվանագետները դեռ լավ լուրեր չունեն։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունումը խափանվել է, դեմոկրատները արգելափակել են $1 տրիլիոն հատկացումը, նրանք բողոքում են Իրանի դեմ մղվող ռազմական գործողությունների պատճառով։ Ազգային պաշտպանության թույլտվության ակտը չի ընդունվել։
Դեմոկրատների առաջնորդը նշել է, որ օրինագիծը չպետք է արտոնի անխոհեմ գործողություններ։ Այդ օրինագիծը չի կարող թույլտվություն դառնալ այդ անխոհեմության համար, ասել է Շումերը։ Ըստ նրա, Թրամփը չպետք է ԱՄՆ ժողովրդին խորացնի պատերազմի մեջ։ Նա հիշեցրել է, որ Իրանի հետ հակամարտությունը շարունակվում է արդեն 5 ամիս։ Պենտագոնը նախատեսում է գալիք տարվա ռազմական ծախսերը ավելացնել մինչև 1.5 տրիլիոն դոլար։ Դեմոկրատները եւ որոշ հանրապետականներ կասկածում են այս թվերին։ Սենատի մեծամասնության ղեկավարը անհրաժեշտ է համարում ֆինանսավորումը։ Ջոն Թյունը փորձել է հիմնավորել ռազմական փաթեթի կարևորությունը երկրի անվտանգության համար։ Չնայած դրան, կողմերը մնում են հակադիր դիրքերում։ Ամերիկայի բնակիչները այլևս տարին 2 անգամ հետ ու առաջ չեն տանի ժամացույցի սլաքները։ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Արևի պաշտպանության ակտին։ Այս որոշումը ամառային ժամանակը դարձնում է մշտական, օրինագիծն ընդունվել է 308 կողմ եւ 117 դեմ ձայներով։ Թրամփը ակտիվ աջակցում է այս օրենքին, նա գրել է, որ սա մեծ հաղթանակ է հանրապետական կուսակցության համար։ Այժմ օրինագիծը քննարկման է գնում Սենատ, չի բացառվում, որ այստեղ այն ավելի մեծ դժվարությամբ հավաքի հաստատվելու համար պահանջվող քվեները։ 19 նահանգներ արդեն ընդունել են նմանատիպ օրենքներ, դրանք կգործեն, եթե կոնգրեսը հաստատի համազգային փոփոխությունը։ ԱՄՆ-ում ժամանակի փոփոխությունը պաշտոնապես հաստատվել է 1966 թվականից։ Այդ ժամանակից ի վեր սլաքները 1 ժամով առաջ են գնում մարտին։ Նոյեմբերին դրանք հետ են գալիս 1 ժամով։ Բացառություն են կազմում Հավայան կղզիները եւ Արիզոնան։ Նրանք չեն օգտագործում ամառային ժամանակը։ Պատմության մեջ եղել են նման փորձեր, բայց դրանք հաջող չեն եղել։ Այս անգամ արդյունքը կախված կլինի Սենատի որոշումից։ Սարսափելի դեպք է տեղի ունեցել Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում։ Դեռահասները մոպեդներից թթու են լցրել 6 կանանց վրա։ Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ կանայք մեքենայով անցնում էին փողոցով։ Ոստիկանությունը ձերբակալել է 3 դեռահասի՝ 13, 14 եւ 15 տարեկան։ Ըստ պաշտոնական տեսակետի հարձակումը եղել է միտումնավոր, ենթադրաբար այն բխել է նախկինում եղած վեճից։ Բոլոր 6 տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, լրատվամիջոցներին հայտնել է Ջերսի Սիթիի հանրային անվտանգության ներկայացուցիչը։ Տուժողները ստացել են այրվածքներ եւ մաշկի վնասվածքներ, մի երիտասարդ կին ստացել է դեմքի եւ գլխամաշկի լուրջ այրվածքներ։ Նախնական տվյալներով տուժածների թիվը եղել է 5, բայց այնուհետև այն ճշտվել է եւ դարձել 6։ Գործի քննությունը շարունակվում է, իրավապահ Ները փորձում են պարզել դեպքի մանրամասները։ Ձերբակալված դեռահասները կկանգնեն դատարանի առաջ։ Իլոն Մասկը հնարավոր է խախտել է օրենքը, նա խոստացել է $1 միլիոն ձայն տալու համար։ Այս մասին հայտնել է Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը։ Մասկը գումարներ է բաժանել 2025 թվականի ընտրություններում Գերագույն դատարանի կազմում իր նախընտրած թեկնածուին տեսնելու համար։ Դա համարվում է ընտրակաշառք։ Հանձնաժողովը գործը ուղարկել է դատախազություն։ Մասկը եղել է SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավարը, երբ մեծ գումարներ է ծախսել հանրապետական թեկնածուի համար։ Նա վճարել է $1 միլիոն 3 ընտրողի, նաեւ $100 է առաջարկել ստորագրահավաքի համար։ Հանձնաժողովը մեղադրանքի հիմքեր է գտել, չնայած Մասկի կողմից աջակցվող թեկնածուն պարտվել է ընտրություններում, աշխարհի ամենահարուստ մարդուն ամենայն հավանականությամբ դատարան կկանչեն։ Մասկի փաստաբանները պնդում են, նա կիրառել է իր խոսքի ազատությունը։ Նախկինում նա նմանատիպ քայլեր է արել նախագահական ընտրություններում։ Փենսիլվանիայում դատարանը թույլ է տվել շարունակել այդ ակցիան, սակայն Վիսկոնսինում իրավիճակն այլ է։ Դատախազները 40 օր ունեն իրենց զեկույցը ներկայացնելու համար։ Մասկին կարող է ներկայացվել քրեական մեղադրանքներ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Subaru ընկերությունը սկսում է մեքենաների լայնածավալ հետ կանչ, ավելի քան 541,000 SUV ունի սխալ պիտակ։ Խնդիրը կապված է առավելագույն ծանրաբեռնվածության նշման հետ։ Այն սխալ է ներկայացված մեքենաների պիտակների վրա։ Դա կարող է հանգեցնել մեքենայի ծանրաբեռնվածության, ինչն էլ իր հերթին մեծացնում է վթարի հավանականությունը։ Հետ կանչը վերաբերում է Crosstrek, Forester եւ Ascent մոդելներին։ Ընկերությունը ծրագրում է ուղարկել ճիշտ պիտակներ։ Սեփականատերերը կարող են դրանք փակցնել ինքնուրույն, կարելի է նաև դիմել դիլերներին անվճար փոխարինման համար։ Ծանուցումները կուղարկվեն օգոստոսի վերջին, վարորդները կարող են ստուգել իրենց մեքենայի տվյալները կայքում։ Պետք է օգտվել Subaru-ի պաշտոնական հարթակից։
Չինաստանում արդեն 2 տարի է առանց դատավարության պահում են ամերիկացի սեյսմոլոգի գիտնականը բանտարկվել է 2024 թվականի նոյեմբերին Չինաստան էր մեկնել ծնողներին այցելելու նպատակով։ Իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության մեջ, Չենը աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ։ Նա նաև գործակցել է օդային ուժերի հետազոտական լաբորատորիայի հետ։ Ընտանիքը վերջապես խախտել է լռությունը, կինը խիստ անհանգստացած է ամուսնու առողջությամբ, նրա հետ չի կարողացել կապ հաստատել ավելի քան 600 օր։ Պետդեպարտամենտը Չենին համարում է ապօրինի կալանավորված։ Թրամփն անձամբ է քննարկել այս հարցը, մայիսին նա հարցը բարձրացրել է Սի Ցինփինի հետ հանդիպման ժամանակ։ Գիտնականը սակայն մնում է բանտում, հարցը կարող է քննարկվել նաև սեպտեմբերյան գագաթնաժողովում, երբ Չինաստանի առաջնորդը ԱՄՆ այցելի։ Լոս Անջելեսում եւ հարևան շրջաններում փնտրվող 3-ամյա աղջնակը գտնվել է իրավապահների ջանքերով, նա վտանգ վերադարձվել է իր ընտանիքին։ Երեխայի անհետանալու մասին ահազանգը ստանալուց հետո իշխանությունները հայտարարել էին ամբեր տագնապ, զուգահեռ որոնողական աշխատանքներ իրականացնելով մի քանի շրջաններում։ 3-ամյա աղջնակը անհետացել էր Կալիֆոռնիա Սիթիից, կասկածյալը 31-ամյա կին էր։ Նրանց վերջին անգամ տեսել էին փողոցում, իշխանությունները հայտնում էին, որ կինը զինված է։ Մոտ 2 օր տևած որոնումների արդյունքում երեխան գտնվել է, մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ, դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի աշխարհահռչակ Ամերիկահայի մասին։ Բարև ձեզ։ Կարող է նույն անձը միաժամանակ լինել համաշխարհային ռոքի խորհրդանիշ, քաղաքական ակտիվիստ, կոմպոզիտոր ու նկարիչ։ Սերժ Թանկյանի դեպքում պատասխանը միանշանակ է։ Այո, նրա ձայնը միլիոնավոր մարդիկ ճանաչում են առաջին իսկ նոտաներից, իսկ ելույթները հաճախ վերածվում են ոչ թե համերգի, այլ հստակ քաղաքական ուղերձի։ Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 21-ին Բեյրութում հայկական ընտանիքում։ 8 տարեկանում ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես։ Հենց այնտեղ էլ ձևավորվել է նրա երաժշտական ճաշակն ու աշխարհայացքը։ 1994 թվականին նա համահիմնադրել է System of a Down խումբը, որն այսօր համարվում է ժամանակակից ռոքի ամենաազդեցիկ խմբերից մեկը։ Եթե նույնիսկ երբեք չեք լսել Սերժ Թանկյանի անունը, մեծ հավանականությամբ լսել եք նրա ձայնը, նրա կատարումները վաղուց դուրս են եկել մետալի սահմաններից, սիմֆոնիկ ստեղծագործություններից մինչև քաղաքական երգեր, Թանկյանը մշտապես փորձել է զարմացնել ունկնդրին, իսկ որ երգերն են նրան համաշխարհային ճանաչում բերել։ System of a Down-ի ամենահայտնի երգերից են Chop Suey-ը, Toxicity-ն, Aerials-ը, BYOB-ն եւ Lonely Day-ը։ Խումբը վաճառել է ավելի քան 40 միլիոն ալբոմ։ Թանկյանը թողարկել է նաեւ 5 սոլո ալբոմ։ Նրա ստեղծագործական ցանկում կան տասնյակ սինգլներ, կինո եւ տեսախաղերի երաժշտություններ։ Խումբը ելույթ է ունեցել աշխարհի խոշորագույն բեմերում տասնյակ երկրներում։ Բայց Սերժ Թանկյանը միայն բեմի մարդ չէ։ Նա վաղուց ստեղծագործում է նաև կուլիսներում, աջակցելով այլ երաժիշտների ու նոր նախագծերի։ Շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան մեծ է նրա ներդրումը որպես պրոդյուսեր, երգերի ու երաժշտության հեղինակ։ 2001 թվականին Թանկյանը հիմնադրել է Surgical Strike Records label-ը, որի միջոցով աջակցել է անկախ երաժիշտներին եւ թողարկել տարբեր նախագծեր։ Նա երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի, վավերագրական կինոնկարների եւ տեսախաղերի համար։ Նրա հեղինակային աշխատանքներից են I Am Not Alone 1915, Սպիտակ, The Last Inhabitant ֆիլմերի երաժշտությունները, ինչպես նաեւ Netflix-ի մի շարք նախագծեր։ Սերժ Թանկյանի կարիերան վաղուց գնահատվել է ոչ միայն երկրպագուների, այլև երաժշտական ոլորտի կողմից, սակայն նրա ամենամեծ ձեռքբերումներից շատերը չափվում են ոչ թե մրցանակներով, այլ ազդեցությամբ։ Այդուհանդերձ, հեղինակավոր մրցանակներն ու պետական պարգևներն էլ քիչ չեն։ 2006 թվականին System of a Down-ը արժանացավ Grammy Awards մրցանակի BYOB երգի լավագույն hard rock կատարման համար։ Խումբը նաև բազմիցս առաջադրվել է Grammy-ի տարբեր անվանակարգերում։ 2011 թվականին Հայաստանի վարչապետը Սերժ Թանկյանին պարգևատրեց վարչապետի հուշամեդալով հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման եւ հայկական ռոքի զարգացման համար։ Բայց երաժշտությունն էլ ամբողջ պատմությունը չէ։ Թանկյանը տարիներ շարունակ զբաղվել է նաև գրականությամբ, կերպարվեստով, կինոարվեստով եւ հասարակական նախաձեռնություններով եւ բոլոր ոլորտներում նա ունի աչքի ընկնող ձեռքբերումներ։
Սերժ Թանկյանը հրատարակել է բանաստեղծական ժողովածուներ, հանդես է եկել արվեստի ցուցահանդեսներով եւ ստեղծել երաժշտություն սիմֆոնիկ նվագախմբերի համար։ Նա նկարում է, գրում հոդվածներ եւ ակտիվ մասնակցում է հանրային քննարկումների։ 2024 թվականին հրապարակվեց նաեւ նրա ինքնակենսագրական հուշագրությունը Down with the System, որտեղ պատմում է մանկության ստեղծագործական ճանապարհի եւ հասարակական պայքարի մասին։ Հայկական թեմաները Սերժ Թանկյանի գործունեության անբաժանելի մասն են եղել կարիերայի գրեթե ամբողջ ընթացքում։ Նա տարիներ շարունակ բարձրաձայնել է հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի եւ Արցախի շուրջ զարգացումների, ինչպես նաև մարդու իրավունքների խնդիրների մասին։ Նրա համոզմամբ արվեստագետը պատասխանատվություն ունի հասարակության առաջ։ 2015 թվականին Wake Up to Souls համերգային շրջագայության եզրափակիչ համերգը կայացավ Երևանի Հանրապետության հրապարակում նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Թանկյանը բազմիցս համագործակցել է հայկական կազմակերպությունների հետ, աջակցել մարդասիրական նախաձեռնություններին եւ տարբեր միջազգային հարթակներում խոսել հայկական հարցերի մասին։ Նա նաև ակտիվորեն ներգրաված է եղել Հայաստանի հասարակական կյանքին վերաբերող քննարկումներում։ Թեև Սերժ Թանկյանը ծնվել ու մեծացել է հայրենիքից հեռու, Հայաստանն իր ինքնության առանցքային մասն է մնացել։ Նա դեռևս երիտասարդ տարիքից սկսել է այցելել հայրենիք եւ տարիների ընթացքում մասնակցել բազմաթիվ կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերի։ Թանկյանի համար Հայաստանը պարզապես արմատների երկիր չէ, այլ նաեւ ապագայի ու պատասխանատվության երկիր։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։